Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանուցումների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը հանդես է եկել հայտարարությամբ կոչ անելով մերժել պառակտման բոլոր փորձերը երևելի թե աներևույթ։ Զգույշ ժողովուրդ հայոց։ Մեր շուրջը եւ նույնիսկ մեր կյանքի ներսում մեր ազգը, հայրենիքը, եկեղեցին, կազմակերպությունները, համայնքները, Սփյուռք Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են արվում, որոնց նշանները հստակորեն երևում են, թե Հայաստանում եւ թե Սփյուռքում։ Լինենք արթուն եւ զգոն։ Մեր եկեղեցին մեկ է, մեր հայրենիքը մեկ է, մեր ազգը մեկ է։ Պառակտումի երևելի թե աներևույթ փորձերի դիմաց մենք պետք է հավաքաբար ասենք ոչ։ Այս է պատգամը մեր պատմության, մեր հերոսների, մեր սրբերի, այսօր ու միշտ ասված է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի ուղերձում։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ եթե Հայաստանը հավակնում է Եվրամիության տեխնացու երկիր լինել, ուստի պետք է լուծի իր ներքին խնդիրները։ Հայաստանում եթե որևէ պաշտոնյանի կաշառք վերցնելու համար են դատում, դա ուրիշ բան է, բայց եթե իրենց կարծիքի համար են դատում, օրինակ սոցիալական ցանցերում գրառումների համար դա բոլորովին ուրիշ է, եւ Հայաստանի իշխանությունները պետք է զգույշ լինեն այս հարցերի շուրջ, եթե հավակնում են Եվրամիության տեխնացու երկիր լինել, ասել է Նաչո Սանչես Ամորը։ Հայաստանում խորհրդային իրական համակարգից շատ մեծ ժառանգություն կա մեղադրել, ուղարկել բանտ, հետո որոշել, թե ինչ տեղի կունենա։ Այս ստանդարտները չեն համապատասխանում Եվրամիության ստանդարտներին, հավելել է Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նաչո Սանչես Ամորը։ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակին ասել է, որ Հայաստանի իշխանությունները իրենց գործողություններով եւ սպառնալիքներով ընդդեմ հայ առաքելական եկեղեցու գերազանցում են իրենց սահմանադրական լիազորությունները։ Նա հավելել է, որ հայ առաքելական եկեղեցին պետությունից անջատ կառույց է, որին հայ ժողովուրդը մեծագույն հարգանքով է վերաբերվում եւ լիազորություն չի տվել վարչապետ Փաշինյանին բարեփոխելու այն ըստ իր հայեցողության, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ մարդկանց հավատքի եւ եկեղեցու դեմ պայքարը անխուսափելիորեն ավարտվում է պարտությամբ, իսկ եկեղեցի անարգողները խայտառակվում են, եզրափակել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդականը։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակից քրիստոնյա քարոզիչ Ջոել Թենին նախագահ Թրամփին եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոին կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին։ Եթե Հայաստանում եւ Ադրբեջանում իսկապես խաղաղություն է հաստատվել, ապա ազատեք նրանց։ Այլապես ո՞րն է ձեր արդարացումը, գրել է Թենին։ Նա նաև հրապարակել է ադրբեջանական բանտերում պահվող հայերի, այդ թվում Արցախի ղեկավարների լուսանկարները։ Ի դեպ Ջոել Թենին հայտնի է իր հայանպաստ հայացքներով։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ եւ համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն եւ վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը իր տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար եւ տաճարի հայկական բաժին։ Երուսաղեմի հայոց պատրիարքության կալվածքների տեսուչ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը գրել էր, որ Երուսաղեմի հայոց պատրիարքի անունից Սուրբ Հարության տաճարում դիմավորել են Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսին եւ նրա տիկնոջը ու հայկական բաժնում ներկայացրել են հայ եկեղեցու եւ Երուսաղեմի հայոց պատրիարքության մասին տեղեկություններ։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Ամերիկյան CNN-ը կազմել եւ հրապարակել է աշխարհի 50 լավագույն հացերի ցանկը, որոնց թվում ներառվել է նաեւ հայկական լավաշը։ Ցանկում ներառված են ավանդական հացեր բազմաթիվ երկրներից՝ Մալազիայից մինչև Վենեսուելա, Գերմանիայից մինչև Թուրքիա, Աֆղանստանից մինչև Հայաստան։ Նշվում է, որ հացը պարզապես սնունդ չէ, այն մշակույթի, պատմության եւ ինքնության արտացոլումն է։ Յուրաքանչյուր հաց պատմում է իր երկրի եւ մարդկանց կենսակերպի մասին։ Լավագույն հացերի ցանկում ներառված են նաեւ աֆղանական բոլանին, ֆրանսիական բագետը, իտալական չիաբատան եւ թուրքական սիմիթը։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործող էին վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։